Գարնան գալու հետ գրանցվում են հիվանդությունների սրացումներ, ահազանգում են առողջապահության ոլորտի մասնագետները։ Վանաձորի 3-րդ համաբուժարանում հիվանդների դիմելիությունը հունվար և փետրվար ամիսների համեմատ աճել է։ Թաղամասային թերապևտների խորհրդատվությունից զատ բուժառուներն օգտվել են նաև նեղ մասնագետների ծառայություններից։ Տարեցների շրջանում քրոնիկ հիվանդությունները, իսկ մանկահասակ երեխաների դեպքում սուր շնչառական վարակներն են գերակշռում, նշում է թերապևտ վարակաբան Լիլիթ Շահվերդյանը։ Եթե միջև հունվար ամիսը ունեինք և կովիդի դեպք և H3N2 դեպքեր, հիմա չունենք, հաստատված դեպքեր չունենք, սուր շնչական վարակներ են։ Գանգատվում են բարձր ջերմությամբ, հազով, ակտիվացել է նաև թոքաբորբերի թիվը, ունենք թոքաբորբեր, մի քանի հոգի հոսպիտալացումներ ունենք։ Տենդի շրջանը տևում է 3-ից 5 օր, իսկ եթե ջերմության բարձրացում չի նկատվում, բայց հազը շարունակվում է, խնդիրը պարզելու համար դիմում են ռենտգեն հետազոտության, ասում է բժշկուհին։ Մենք նաև քսուկներ, սուր շնչական վարակների, որպես դետքային պոլիկլինիկա, կարող է բարդացած լինեն բրոնխիտներով, երեխաների մոտ նաև հաճախ սինուսիտներ են գրանցվել, օտիտներ են գրանցվել, այսինքն ականջաբորբեր, ծոցերի բորբոքումներ։ Տվյալ դեպքերում մինչև 3 օր խորհրդադրվում ջերմիջոցնողներ, առաթեղուկներ, տանը օդափոխություն, չհաճախել դպրոց մանկապարտեզ, մնալ տանը, արդեն եթե 3 օրից ավելի բարձրաջերմությունը, նոր դիմել պոլիկլինիկա խորհուրդ է տրվում, արդեն համապատասխան հետազոտություններ կազմակերպել։ Հիվանդների դիմելիության աճին նպաստող գործոններից է վերջերս ոլորտ ներմուծված ապահովագրությունը, որի շնորհիվ այն հետազոտությունները, որոնք հասանելի չեն համաբուժարանում, պացիենտները ստանում են այլ բուժհաստատություններում կամ լաբորատորիաներում։ Ծառայությունները ներառում են նաև մի շարք վիրահատական միջամտություններ, տեղորայքի տրամադրում եւ այլն։ Մարդիկ վիրահատությունների կարիք են ունեցել, հատկապես կատարակտա հիվանդությունը, որ գլաուկոմայի հետ կապված, կատարակտայի հետ կապված, որոնց բուժումը եղել է բավականին վճարունակ, հիմա հիվանդների հաճախելիությունը մեծացել է, դիմում են, գնում են, վիրահատվում են, շատ գոհ վերադառնում են, բարձր ճնշման, սրտի կողմից ցավեր, դիմում են հիմնական տեսողության խնդիրներով հիվանդներ, որ վիրահատության խնդիրներ ունեն, դիմում են ճողվածքների կապակցությամբ, բարձի թողի արդեն երկար ժամանակ տառապում են, սիրտանոթային հիվանդություններով հիվանդներ ունեցել ենք այս ընթացքում, որ ստենտավորվել են, էլի բավականին գոհ են տվյալ սպասարկումից, բուժարդնակազմի վերաբերմունքից եւ ամեն ինչից, ապահովագրությունը մեծ դեղորայքից, բավականին դեղորայք ենք դուրս գնում մինչև 3 ամսվա կտրվածքով, ճնշումով հիվանդներին, ու գոհ գնում են հիվանդները, ու դեղորայքի քանակն էլ շատ մեծ է, ընտրությունը լայն, ու բավականին լավ դեղորայք են որակապես։ Բժշկի դիմելու դեպքերին զուգահեռ աճել են հերթերը, որոնք դժգոհություն են առաջացնում հիվանդների շրջանում։ Կտրոններով սպասարկվելու մշակույթը նոր է ձևավորվում մեզանում եւ ունի որոշակի թերացումներ, ուստի փոփոխություններին հարմարվելու համար ժամանակ է պահանջվում։ Հերմինե Յավրյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։